Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Սուրբ Աննայի միջադեպի գործով դպրոցականը կալանավորվեց, իրավապահները 4-րդ օրն չեն անդրադառնում կալանավորված պատանուն հարվածած անվտանգության աշխատակցի գործողություններին։ 18-ամյա պատանուն կալանավորելու որոշումը դատավոր Մնացական Մարտիրոսյանն է կայացրել, ինչով է նա հայտնի։ Հայաստանի վարչապետը բանակցում է Ռուսաստանի նախագահի հետ, Փաշինյանի այցն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող միասնության թևերը ճնշումների մասին է խոսում։ Նրանք փորձում են ձևավորել վախի մթնոլորտ, սակայն մենք այստեղ ենք ասելու, որ դա նրանց մոտ չի ստացվել։ Հանրայինը դատարանով հասավ անկախության մասին ֆիլմի ցուցադրման արգելքին։ Թրամփը պատերազմը դադարեցնելու Իրանի խնդրանքի մասին է հայտարարում, Թեհրանը պատասխանում է։ Նախ դատավոր Մնացական Մարտիրոսյանի այսօրվա որոշմանը անդրադառնանք։ Նա գտավ, որ Սուրբ Աննա եկեղեցի վարչապետի այցի օրը ձերբակալված 18-ամյա դեռ դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է 2 ամսով կալանավորվի, իսկ արդեն երկրորդ անգամ ձեռքերին ազատություն տվող վարչապետի թիկնազորի անդամի գործողությունները իրավապահները չեն քննում։ Փաստաբանները պնդում են 18-ամյա պատանին այնպիսի հիվանդություններ ունի, որ չի կարող կալանքի տակ մնալ։ Այս փաստարկը փաստորեն չի ազդել դատավորի որոշման վրա եւ կալանավայր չմտած ըստ փաստաբանի պատանին կորցրել է գիտակցությունը։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Այսօր 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը բանտի ճանապարհին վատացել է, կորցրել գիտակցությունը։ Հիվանդանոցում կարճ զննությունից հետո սակայն տղային արմավիրի բանտ են տարել, թե ինչ վիճակում է նա հիմա խցում, քրեակատարողական ծառայությունից չեն մանրամասնում։ Որդու կալանքի մասին լուրը լսելիս էլ վատացել էր մայրը, մինչ այդ Գայանե Մինասյանը անաչառ քննություն էր խնդրում։ Կուլտուրական կիրթ երեխեք են։ Անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած պատանիների մայրը 3 դատավորին բասնամակ էր գրել, խնդրել էր երկվորյակ որդիներից Դավիթին հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ, շեշտել, նա 4 տարեկանից շուրջօրյա հատուկ խնամքի կարիք ունի, առողջական խնդիրներն ուղղակի անհամատեղելի են բանտի հետ։ Այդ հրմշտոցի մեջ իմ երեխային կադրերում բոլորը կա, տեսնում եք, որ ինքը ընկնում է, իրան խփում են, ընկնում է, վերակենում, ես դունչը սենց է անում, աղբերը իրան պահում է, օգնում է, հետո այդ հրմշտոցի մեջ բրդում են, բան են անում, երեխա է, կներեք, էլի 18 տարեկան է դեկտեմբերին է լրացել։ Բայց պատանուն այսօր արմավիրի բանտ ուղարկած դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաշվի չառավ ոչ Դավիթի հիվանդությունը, ոչ առաջարկվող գրավը։ Նիստից հետո ասում էր փաստաբան Արմեն Մելքոնյանը։ Դավիթին այսօր զրկեցի դպրոցն ավարտելու, միջնակարգն ավարտելու հնարավորությունից։ 2 ամիս հետո վերջի զանգալնելու բոլորի համար, Դավիթի համար չի լինելու։ Ում խղճին է մնացել սա։ Կարծում եմ այն միջնորդությունից, ինչ որ ներկայացվել էր, պաշտպանական խմբի կողմից քարը քարի վրա չի թողնվել, ոչ մի բան չի մնացել այդ միջնորդությունից, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Փաստաբանն աբսուրդ որակեց դատավորի որոշումը, ասաց վերաքննիչ կբողոքարկեն։ Դում եմ, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարան վարչական հսկողության տակ գտնվել տնային կալանք։ Կիրակի օրվա կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով Լեփլեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ։ Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում։ Իսկ փաստաբանի այսօր հրապարակած նոր կադրերում հստակ երևում է Փաշինյանի անվտանգության աշխատակցի դեմքը, բայց իրավապահները նրա գործողությունը հարվածը տղային չեն քննում։ Ինչու չեն մանրամասնում։ Իսկ նրա հարվածից վայր ընկած Դավիթի մայրը պնդում է, որդին չի հարվածել, կադրերում էլ է երևում։ Այդ հրմշտոցի մեջ կարող է ինքը
բան է արել ու ինչ որ չգիտեմ ինձ ես տեղ եմ ուզում կանգնեմ կամ բան Ըստ փաստաբանի վարչապետի անվտանգության երկու աշխատակիցները հարցաքննվել են Արմեն Մելքոնյանն ասաց որ փակագծեր չեն ուզում բացել բայց քննարկում են Դավիթին հարվածած անվտանգության աշխատակցի դեմ իրավական գործողությունները իսկ քննչական կոմիտեն այսօր առավոտյան արդեն երկրորդ անգամ էր խուզարկել պատանիների բնակարանը Որևէ բան չեք հայտնաբերել Փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց, հեռախոսներ էին փնտրում, արգրավել են նաև մոր հեռախոսը։ Փաստաբանների խոսքով իրավապահներն ապացույցներ են փնտրում եկեղեցում պաշտոնյայի գործունեությունը խոչընդոտելու նպատակով բռնություն գործադրելու եւ խուլիգանության հոդվածներով հարուցված գործի համար։ Փնտրում էին էլի հեռախոսներ, այլ առարկաներ, որոնք կարող է, չգիտեմ, այդ ենթադրյալ դեպքի հետ որևէ առնչություն ունենային, ամեն ինչ փնտրում էին։ 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության եւ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը Միքայելը աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը այս ամենը կազմակերպելու համար։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-ից 5 տարվա ազատազրկում։ Փաստաբանները հարց են բարձրացնում, եթե Գևորգյանն ու երկվորյակ եղբայրները չեն ճանաչել միմյանց, պարզապես կանգնած էին իրար մոտ, ինչպես կարող էին հանցագործություն կազմակերպել։ Գևորգ Գևորգյանը երեկ ասել էր, որ ընդհանրապես փորձել էր թույլ չտալ հարվածել տղային, բայց քննչականը տեղի ունեցածը որակում է պլանավորված, որտեղ, երբ, ինչպես, հատկապես որ Սուրբ Աննա եկեղեցի վարչապետի այցի մասին նախապես էլ չէր հայտարարվել։ Իրավապահները այս հարցերի պատասխանները չեն տալիս։ Իրենց մեղադրանքը հենց դրա մասին էլ խոսում է։ Որտեղ է պլանավորվել ըստ իրենց։ Չկա։ Նիկոլ Փաշինյանը, որի դեմ բռնության հոդվածով է քննչականը գործը քննում, տուժող ճանաչված չէ։ Եթե տուժող ճանաչվեր, պետք է հարցաքննության կանչվեր, առերեսումներ լինեին։ Երեկ ասել էր փաստաբաններից մեկը։ Քննչականը չի մեկնաբանում այս հարցը։ Մինչ այդ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ոչ միայն դպրոցական տղայի կալանքը, այլև եղբայրների նկատմամբ մեղադրանքն է համարում անթույլատրելի։ Հիմնականում կարելի է սա որակել որպես վախեցնելու եւ ցուցադրական վճռի փորձ ցուցադրելու համար, որ լինելու է իրավապահ համակարգը անզիջում ցանկացած ընդդիմադիր կամ որևէ նման գործողության պարագայում եւ փաստացի երիտասարդ կյանքը զոհաբերվում է իցույց ամբողջ հանրությանը։ Իրավապաշտպանը կադրերում բռնություն չի տեսել, հակառակը բռնություն է գործադրվել հենց Դավիթի վրա, շեշտում է Հովհաննիսյանը։ Ըստ նրա, իշխանությունն ու իրավապահները ընտրություններից առաջ վախի մթնոլորտն են թեժացնում։ Եվ կարող ենք իհարկե եզրակացություններ անել, որ անձը ուղղակի կարող է մեկնել է ձեռքը մեկ այլ նպատակով եւ ամենայն հավանականությամբ բռնարար գործել չի ցանկացել կամ էլ եթե նույնիսկ ինչ որ նպատակ է ունեցել, միևնույն է այդ նպատակը չի իրագործվել, այսինքն բռնի գործողություն, որպես այդպեսին մենք չունենք այս պարագայում։ Բանտերում դիտորդություն անող իրավապաշտպանը պնդում է, թե նախկին, թե ներկայիս իշխանությանը հարմար որոշումներ կայացնող դատավոր Մնացական Մարտիրոսյանի համար կալանքի որոշումը հաճոյանալու առիթ էր ցույց տալու, որ խիստ է վերաբերվում բարձրաստիճան պաշտոնյային առնչվող դեպքին։ Բայց Հովհաննիսյանի կարծիքով նա պատանուն չպետք է կալանավորեր, հնարավորություն տար դպրոցն ավարտել ու բուհ ընդունվել, բայց տղային բան տեղափոխելով ազդում է նրա ողջ կյանքի վրա։ Այսօր օրվա վերջում գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա անցկացրեցին Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները, պահանջելով փոխել կալանքը։ Ես որպես ծնող խնդրում եմ հարգելի դատախազներ, փոխեք Դավիթ Մինասյանի խափանման միջոցը։ Արդեն բանտում գտնվող Դավիթին մայրը հորդորել է զգույշ լինել սննդի ու դեղերի հետ։ Տղան նաև չբացահայտված ալերգիա ունի, սխալ սննդի ու դեղերի ընդունումը կարող է վատ ազդել նրա առողջության վրա։ Թեմային այս թողարկման ընթացքում դեռ կանդրադառնանք, այժմ վարչապետ Փաշինյանի մոսկովյան այցի մասին կայացել է նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, որը անցել է փոխադարձ կսմիթներով։ Պուտինը ԵՏՄ-ԵՄ անհամատեղելիությունից է խոսել, Փաշինյանը հապկից բողոքել։ Ու առանց անունների, բայց ակնհայտ է խոսք է գնացել նաև Սամվել Կարապետյանի մասին։ Մի քանի հայտարարություն այս պահին ներկայացնենք այդ հանդիպումից։ Мы видим, что в Армении идет дискуссия о развитии отношений с Евросоюзом. Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է գնում Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերվում։ Հասկանում ենք, որ ցանկացած երկիր մաքսիմում համագործակցություն է փնտրում երրորդ երկրների հետ, բայց դա պետք է բացահայտ լինի եւ ազնիվ հենց սկզբից։ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինել ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն, պարզապես հնարավոր չեն։ Ընդ որում հարցը նույնիսկ քաղաքական չէ, զուտ տնտեսական է։ Միգուցե տարիներ անցնեն եւ ԵԱՏՄ-ն ու Եվրամիությունը տարբերությունները կարգավորեն,
Մենք եվրոպական ճգնաժամի հենց սկզբից փորձեցինք պայմանավորել եվրոպացիների հետ, որ միասին աշխատենք, բայց ոչինչ չստացվեց։ Ինչ վերաբերում է էներգակիրների գնին, գազը Եվրոպայում կտրուկ թանկացել է $600 1000 խորանարդի դիմաց, իսկ Ռուսաստանը Հայաստանին $177.5 է վաճառում։ Տարբերությունը հսկայական է։ Մենք այստեղ ձեզ հետ հաճախ վիճում ենք։ Ես գիտեմ, որ дուք պնդում եք, որ էներգակիրների գները մի փոքր այլ կերպ որոշվեն, բայց տեսեք $600 ու $177.5։ В Европе где-то зашкаливают за $600 за 1000 кубов, а Россия продает газ Армении 177,5. Что касается Европейского Союза, конечно же, Մենք գիտենք, որ երկու միությունների անդամակցությունը հնարավոր չէ, բայց այն, ինչ մենք անում ենք եւ մեր օրակարգը, որ ունենք, այս պահին համատեղելի են։ Եվ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգերը համատեղել, մենք կհամատեղենք։ Երբ հնարավոր չլինի ու պետք լինի որոշում կայացնել, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն։ и пока есть возможность совмещать эти повестки, мы будем совмещать. Мы знаем, что и у вас, и у ваших коллег возникали, и до сих пор возникают вопросы и какие-то претензии к Организации договора о коллективной безопасности, ОДКБ. Զգիտեմ, որ ձեր եւ ձեր գործընկերների մոտ միջև հիմա հարց է ծագում եւ դժգոհություններ կան հապկի մասով։ Մենք անընդհատ այս հարցին ենք վերադառնում, բայց ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ Պրահայում 2022 թվականին, երբ դուք ճանաչեցիք Ղարաբաղը Ադրբեջանի մաս, արդեն ներադրբեջանական դարձած այս հարցին հապկի միջամտությունը բոլորովին ճիշտ չէր լինի։ Внутри азербайджанское измерение, просто совсем было некорректно. Да, мы признали Карабах в составе Азербайджана. Ինչ վերաբերում է Ղարաբաղին, այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել ենք այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը այդ մասին հրապարակավ խոսեց։ Մենք այս մասին շատ ենք խոսել։ Ես արդեն հրապարակավ եւ բաց հայտարարել եմ, որ մենք չենք շարունակում Ղարաբաղյան շարժումը, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատված։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ միմյանց ինքնիշխանությունը։ Դա արվել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, Երևանն ու Բաքուն փոխադարձաբար ընդունել են, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնական է խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանին։ Իսկ հապկի մասով խնդիրները մենք երբեք չենք թաքցրել, քանի որ 2022 թվականին շատ կոնկրետ իրավիճակ ունեինք, ու իմ կարծիքով հապկի մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին, եւ դա հանգեցրեց հապկի հետ հարաբերությունների այս իրավիճակին։ Обязательствам, которые есть согласно договору об организации о коллективной безопасности. Много армян живет в Российской Федерации. Ռուսաստանում շատ հայեր են ապրում, մեր հաշվարկներով 2 միլիոն, եւ Հայաստանում շատ քաղաքական ուժեր կան, որ ռուսամետ են։ Մենք շատ կուզեինք, որ այդ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում։ Ոմանք ես գիտեմ, որ ազատազրկված են, չնայած որ նրանք ռուսական անձնագիր ունեն։ Դա ձեր որոշումն է։ Մենք չենք խառնվում, բայց կուզեինք, որ նրանք կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին։ Եվ ուզում եմ ընդգծել, որ ինչ էլ լինի, մենք առաջնորդվելու ենք նրանով, թե ինչն է շահավետ հայ ժողովրդի համար։ Мы всегда будем руководствоваться тем в России, что выгодно для самого армянского народа. Что касается наших внутриполитических процессов, вы знаете, Армения демократическая страна, и у нас фактически всегда есть политические процессы. Ինչ վերաբերում է մեր ներքաղաքական գործընթացներին, Հայաստանը դեմոկրատական երկիր է ու մեզ մոտ միշտ քաղաքական գործընթացներ են։ Դա մեզ համար սովորական բան է։ Մեզ մոտ նույնիսկ կան քաղաքացիներ, որոնք կարծում են, որ Հայաստանը չափազանց ժողովրդավար է, բայց դա մեզ համար սկզբունքային հարց է։ Օրինակ, մեզ մոտ սոցցանցերը 100%-ով ազատ են։ Ոչ մի սահմանափակում չկա։ Եվ շատ քաղաքացիներ կարծում են, թե դա չափից շատ է։ Եվ ընդհանուր առմամբ տեղում մեզ մոտ քաղաքական գործընթացներից մեկուսացած մասնակիցներ չկան։ Մեզ մոտ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Այդ ընտրությունների արդյունքներով դե ֆակտո վարչապետ է ընտրվելու։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն մարդիկ, ովքեր բացառապես հայկական անձնագիր ունեն։
Ամենայն հարգանքով ռուսական անձնագիր ունեցողների նկատմամբ Հայաստանի սահմանադրությամբ նրանք չեն կարող ոչ падգամավորի, ոչ էլ վարչապետի թեկնածու լինել։ Այնպես որ ոչ մի սահմանափակում էլ չի եղել։ Могут быть ни кандидатами в депутаты, ни кандидатами в премьер-министра, так что тут никаких ограничений нет. Փաշինյան-Պուտին հանդիպմանը միջադեպեր եւ բողոքի ակցիաներ են նախորդել։ Մասնավորապես Մոսկվայում Հայաստանի դեսպանության շենքի առջև տելեգրամյան ալիքներում տարածված կադրերում նաև հոգևորականներ կան։ Ակցիայի մասնակիցները պահանջել են չմիջամտել հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին։ Փաշինյանը Ռուսաստանի թեմի առաջնորդին Եզրաս arczepiskopos-ին մեղադրել է սովետական KGB-ի գործակալ լինելու մեջ։ Մի միջադեպ էլ մոսկովյան այն հյուրանոցի միջանցքում է տեղի ունեցել, որտեղ իջևանել է հայկական պատվիրակությունը, վարչապետ Փաշինյանին մի տղամարդ է մոտեցել, առաջարկել նկարվել երեխայի հետ, ինչպես պարզաբանել է կամ բացատրել, որ երեխան հետո ճանաչի մեջբերեմ Ղարաբաղը հանձնողներին, մեջբերման ավարտ։ Վարչապետը ըստ կադրերի առանց արձագանքելու հեռացել է։ Պաշտոնական Երևանը մեկ օր անց արձագանքել է հայերին ցեղասպանության մեղադրանք ներկայացնող Ադրբեջանին։ Արձանագրել են, որ Բաքուն շարունակում է շրջանառել թշնամական ոչ հավաստի մեղադրանքներ, ընդ որում պետական մակարդակով, սակայն արտգործնախարարության խոսնակի մեկնաբանությունում ոչ թե դատապարտում էր, այլ հույս, որ կողմերի միջև հաստատված խաղաղությունը դրան վերջ կդնի։ Հուսով ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների եւ հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության եւ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման, այլև վերջ կդնի մտածածին թեզերի գոյությանը եւ կբացառի ատելության խոսքը, ասել է արտգործնախարարության խոսնակը։ Ադրբեջանը հայերին մեղադրում է 20-րդ դարասկզբին այսպես կոչված ցեղասպանություն անելու համար։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող միասնության թևերը ճնշումների մասին է խոսում։ Նրանք փորձում են ձևավորել վախի մթնոլորտ, սակայն մենք այստեղ ենք ասելու, որ դա նրանց մոտ չի ստացվել։ Հանրայինը դատարանով հասավ անկախության մասին ֆիլմի ցուցադրման արգելքին։ Թրամփը պատերազմը դադարեցնելու Իրանի խնդրանքի մասին է հայտարարում, Թեհրանը պատասխանում է։ Այսօր ճնշումների մասին է հայտարարել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ուժը, միասնության թևեր նախաձեռնությունը, խոսելով Արմավիրում տեղի ունեցած դեպքերից։ Ազատությունը փորձել է կապ հաստատել նաև Արմավիրի մարզպետի հետ, նա մինչև այս պահը չի արձագանքել։ Եվ այսպես, օրեր առաջ Արմավիրի մեր գրասենյակում տեղի ունեցավ ճանաչողական կամավորների հետ հանդիպում։ Նշված երիտասարդները կամավորագրվել էին, որպեսզի ըստ հայտարարության միանան մեզ, գործունեություն ծավալեն եւ իրականացնեն կամավորական աշխատանքներ։ Մենք հանդիպան հետ կապված հրապարակեցինք լուսանկարներ, իսկ լուսանկարների հրապարակումից հետո տեղի ունեցավ այն, ինչը որ կոչվում է ժողովրդավարության հիմքերը խարխլել։ Նրանց լուսանկարները տարածքային կառավարման եւ տեղական մարմինների միջոցով ուղարկվեց նրանց ուսման վայրեր, ծնողների աշխատանքի վայրեր եւ բարեկամների ընտանիք մտնելով, բարեկամների միջոցով, ընտանիքների անդամների միջոցով ճնշումների արդյունքում նրանց փորձում են վախեցնել, որպեսզի այլևս անձնավորված որևէ կապ չունենան մեզ հետ, ովքեր որ նախաձեռնել են միասնության թևեր քաղաքական նախաձեռնության գործունեությունը հենց Արմավիրի մարզում եւ իհարկե չմասնակցեն մեր նախաձեռնություններին եւ քաղաքական գործընթացներին։ Սա ինքնին խոսում է, որ իշխանությունը վախեցած է երիտասարդներից, ովքեր մտածում են, հասկանում են, գիտակցում են իրավիճակը եւ փորձում են իրականացնել փոփոխություններ։ Նրանք փորձում են ձևավորել վախի մթնոլորտ, սակայն մենք այստեղ ենք ասելու, որ դա նրանց մոտ չի ստացվելու։ Վախի մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում հաղթահարված է։
Եվ անգամ սպառնալիքների եւ տարատեսակ գործողությունների արդյունքում նրանք չեն հասնելու իրենց ուզածին։ Մենք այս ամենը փաստագրելու ենք, անգլերենով պատրաստելու ենք նաեւ միջազգային զեկույց այս ամեն ինչի վերաբերյալ եւ ներկայացնելու ենք համապատասխան բոլոր միջազգային կազմակերպություններին եւ իհարկե պատկան մարմիններին։ Հիմա մեկ ամսից ավելի Իրանի դեմ շարունակվող Ամերիկայի-իսրայելական պատերազմի մասին Թեհրանն ու Վաշինգտոնը կրկին հակասական տեղեկություններ են հայտնում բանակցությունների մասին, մինչ այդ Թրամփը էլի ռազմական գործողությունների ավարտի ժամկետներ է նշում, ընթացքում բողոքելով ՆԱՏՕ-ից, որ չաջակցեցին իրենց մերձավոր արևելքում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի նոր վարչակազմի նախագահն ԱՄՆ-ին խնդրել է հրադադար հաստատել։ ԱՄՆ նախագահը նշել է, որ խնդրանքը կքննարկեն, երբ Հորմուզի նեղուցը մեջբերում են բաց, մաքուր եւ ազատ լինի։ Մինչ այդ մենք կշարունակենք ոչնչացնել Իրանը կամ ինչպես ասում են, վերադարձնել այն քարեդար։ Սոցցանցում գրել է նա, նշելով, որ Իրանի նոր ղեկավարն իր նախորդներից պակաս արմատական ու ավելի խելացի է։ Թրամփի հայտարարությունից հասկանալի չէ, թե արդյոք հենց նախագահի նկատի ունի, թե այլ պաշտոնյայի։ Իրանի նախագահն էր երեկ հայտարարել, որ Թեհրանն ունի պատերազմը դադարեցնելու անհրաժեշտ կամք, բայց երաշխիքներ է պահանջում, որ Իրանի վրա հարձակումը չի կրկնվի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխանել է Թրամփին, հայտարարելով, որ Հորմուզում իրավիճակն իրենց ամուր եւ հաստատուն վերահսկողության տակ է եւ չի բացվի, մեջբերում է Իրանի թշնամիների առաջ ԱՄՆ նախագահի ծիծաղելի ելույթների միջոցով։ Այսօր ավելի վաղ էլ Թրամփը հայտարարել էր, որ պատերազմը կարող է ավարտվել 2-3 շաբաթում, քանզի Վաշինգտոնը հասել է իր գլխավոր նպատակին՝ սահմանափակել է միջուկային զենք ստեղծելու Թեհրանի կարողությունը։ Երբ զգանք, որ նրանք չեն կարող միջուկային զենք ստեղծել, կհեռանանք, անկախ նրանից գործարք կլինի թե ոչ, թեև դա կարևոր չէ։ Գուցե գործարք լինի, քանզի նրանք ուզում են գործարք կնքել։ Նրանք ավելի շատ են ուզում գործարք կնքել, քան ես։ Բրիտանական Daily Telegraph-ին էլ Թրամփն ասել էր, որ լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը, քանզի ըստ նրա դաշինքն ԱՄՆ-ին չի աջակցում Իրանի դեմ պատերազմում։ Այո, ես կասեի, որ դա վերանայման ենթակա չէ։ Ես երբեք ՆԱՏՕ-ի կողմնակից չեմ եղել։ Միշտ գիտեի, որ նրանք թղթե վագր են, եւ Պուտինը ի դեպ նույնպես գիտի դա, ասել էր նա։ ԱՄՆ կոնգրեսը 2023-ին է օրենք ընդունել, որն արգելում է նախագահին կասեցնել կամ դադարեցնել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին առանց Սենատի խորհրդատվության եւ համաձայնության կամ կոնգրեսի համապատասխան ակտի։ ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին Fox News-ին ասել է, որ պատերազմից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները։ Մարկո Ռուբիոն նաեւ նշել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցում է միջնորդների միջոցով եւ ինչ որ պահի գուցե ուղիղ հանդիպում լինի։ Մենք միշտ բաց կլինենք դրա համար, ասել է նա։ Իրանի արտգործնախարարը կրկին հերքել է, թե բանակցում են ԱՄՆ-ի հետ եւ նշել, որ Թեհրանը պարզապես ուղերձներ է ստացել թե միջնորդներից, թե անմիջապես ԱՄՆ-ից։ Աբբաս Արաղչին Ալ Ջազիրային ասել է, որ Թեհրանը չի կարծում, որ բանակցություններն արդյունավետ կլինեն, քանզի չի վստահում Վաշինգտոնին, հետեւաբար չի էլ պատասխանել ամերիկյան 15 կետանոց առաջարկին։ Նա նաեւ շեշտել է, Իրանը չի վախենում ամերիկյան զորքի ցամաքային ներխուժումից եւ ուժեղ հակահարված կտա, եթե գնան այդ քայլին։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես պաշտպանվել։ Ցամաքային պատերազմում կարող ենք դա անել նույնիսկ ավելի լավ։ Եովին պատրաստ ենք դիմակայել ցամաքային ցանկացած հարձակման։ Հուսով ենք նրանք նման սխալ թույլ չեն տա։ Չինաստանն ու Պակիստանն իրենց հերթին պատերազմը դադարեցնելու 5 կետանոց ծրագիր են ներկայացրել։ Այն առաջարկում է անհապաղ դադարեցնել պատերազմը եւ վերաբացել Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Չինաստանը, որը ծոցի երկրներից նավթի խոշոր ներկրողներից մեկն է, մտավախություն ունի, որ շարունակվելու դեպքում այս ճգնաժամը երկարաժամկետ ազդեցություն կունենա իր տնտեսության վրա։ Չնայած Վաշինգտոնը հայտարարում է ռազմական գործողությունների մոտալուտ ավարտի մասին, ամերիկա-իսրայելական ուժերը պատերազմի 33-րդ օրը շարունակել են հարվածներն Իրանին, թիրախավորելով երկրի խորքում գտնվող ստորգետնյա ռազմական օբյեկտներ։ Ըստ իրանական ինքնագործակալության առնվազն 10 բուժաշխատող է սպանվել։ Իսրայելը նաև շարունակել է հարվածներն արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլահին Լիբանանում, այդ թվում Բեյրութում կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ սպանել է խմբավորման առանցքային հրամանատարներից մեկին։ Իրանի գերագույն առաջնորդը Հեզբոլլահի ղեկավար Նաիմ Խասեմին ուղերձ է հղել եւ գովաբանել նրան ցուցաբերած հակազդեցության համար։ Ըստ իրանական ինքնագործակալության Մոջթաբա Խամենեին խոստացել է շարունակել աջակցությունը խմբավորմանը։ Պատերազմի առաջին օրը վիրավորված Խամենեին դեռ չի ներկայացել հանրությանը։ Նրա բոլոր ուղերձները եղել են տեքստային։ Սա հարցեր է առաջացրել, թե արդյոք նա ի վիճակի է կառավարել երկիրը կամ առհասարակ ողջ է թե ոչ։ Իրանում Ռուսաստանի դեսպանը երեկ ասել էր, թե Խամենեին Իրանում է եւ անվտանգությունից ելնելով է խուսափում ներկայանալ հանրությանը։
Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին կամ վիրավորներ, նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներին։ Կատարի ափերի մոտ լցանավ է խոցվել, Քուվեյթի օդանավակայանի վառելիքի պահեստում խոշոր ՀԴՀ բռնկվել իրանական հարվածից։ Իրանի աջակցությունը վայելող հութիները նոր հարվածներ են հասցրել Իսրայելի հարավին։ Նրանք պահանջում են դադարեցնել պատերազմը, խոստանալով սաստկացնել հարվածները եւ փակել Բաբ ալ-Մանդեբի նեղուցը, որն առևտրային մեկ այլ կարևոր անցուղի է տարածաշրջանում։ Այժմ 4-րդ տարին շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտության մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե Լուգանսկի մարզի ողջ տարածքը վերջնականապես անցել է Մոսկվայի վերահսկողության տակ։ Պնդել են նաև, թե առաջ խաղացում ունեն այլ ուղղություններով ևս Խարկովի և Զապորոժիեի մարզերում 2 գյուղ են գրավել։ Իսկ Կրեմլից վերջնաժամկետ են տվել Ուկրաինայի նախագահին։ Վլադիմիր Զելենսկին պետք է այսօր որոշում կայացնի Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ, որոշում, որը նա պետք է կայացներ 3, լրագրողներին ասել է Պուտինի խոսնակը։ Նախորդին Զելենսկին ասել էր, թե Մոսկվան փորձում է ճնշում գործադրել ամերիկացիների վրա, մեջբերեն, որպեսզի նրանք ստիպեն Ուկրաինային լքել Դոնբասը։ Նրա խոսքով ռուսական կողմը նույնիսկ ուկրաինական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց է ներկայացրել։ Անկախության մասին գրող հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի ֆիլմի ցուցադրությունը օրերս այլև դատարանի որոշմամբ արգելվեց։ Ի վերջո, ինչ կա այդ ֆիլմի մեջ եւ ինչու է հանրայինը հրաժարվում այն ցուցադրել։ Արդյոք պատճառը ֆիլմի նոր իրական Հայաստանի գաղափարախոսությանը անհամապատասխանությունը չէ։ Կողմերի գնահատականները ներկայացնենք։ Այդ ֆիլմի մեջ գալիս է process-ը հասնում է մինչև անկախության հռչակագիր։ Անկախության հռչակագիրը հիմա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար ատելի մի բան է։ Դատարանը որոշել է, որ անկախության մեր ճանապարհը հանրային հեռուստաընկերության սեփականությունն է, ու ֆիլմի հեղինակը Տիգրան Պասկևիչյանն այն չի կարող ցուցադրել։ Օրինակ YouTube-ով ու հրապարակային այլ աղբյուրներով էլ չի կարող հանրությանը հասցնել։ Իրանք դիմել են, որ ինձ արգել են, որ ես այդ փոքր լսարաններում էլ չկարողանամ ցուցադրել։ Ֆիլմը վավերագրողին է պատվիրել հանրային հեռուստաընկերությունը, անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ, որ ցուցադրեն 2020-ին։ Դա խոսում է նրա մասին, թե քայլ առ քայլ ոնց է Հայաստանի Հանրապետությունը անկախացել, ոնց է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը։ 4 միլիոն դրամ են վճարել ու 2020-ից հանրայինի արխիվում է։ Փաշինյանի իշխանության վերջին 6 տարվա ընթացքում ոչ մի անգամ ֆիլմը չի ցուցադրվել։ Այս ֆիլմը եթե Նիկոլ Փաշինյանը նայ, ինքը կընկնի խոր դեպրեսիայի մեջ, թե ինքը ինչա քանդել։ Հայաստանի անկախության ճանապարհի մասին ֆիլմը ինչու պատվիրատուն չի ցուցադրում։ Հեղինակին այս տարիների ընթացքում չեն պարզաբանել։ Պասկևիչյանն ասում է 2023 թվականին նամակ է գրել, առաջարկել, եթե ցույց չեն տալիս, պայմանագիրը վերանայեն ու ինքը սեփական միջոցներով ցուցադրի։ Որևէ պատասխան չեկավ այդ նամակին, ոչ այո, ոչ մի բան։ Պասկևիչյանն անցած տարի Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում է ցուցադրել, մի քանի անգամ նաև փակ սրահներում փոքր խմբի համար։ Հանրայինում իմացել են ու դիմել են դատարան, ոչ թե հեղինակային իրավունքի պաշտպանության, այլ գույքի նկատմամբ սեփականությունը դատարանով հաստատելու, ասում է հրապարակախոսը, ու հիմա նրան դատարանով են արգելում, որ ֆիլմի կրիչը գրպանից հանի։ Իրանք դիմել են գույքային իրավունքի համար։ Դա կոչվում է ըստ իրանց գույքային իրավունք։ Դա իրանց գույքն է այդ ֆիլմը։ Ես իրանց համար աթոռ եմ արտադրել, տվել եմ, որ իրանք նստեն։ Ու ես իրավունք չունեմ այդ աթոռին նստել։ Ես մտածում եմ ուղիներ այդ ֆիլմը հանրությանը հասցնելու համար։ Ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Սա Փաշինյանի ուղերձների սպասարկումն է։ Անկախության ճանապարհի մասին ֆիլմը հանրայինում կողպելը պատահական չէ, վերևից ցուցում է ու պարտադիր չէ, որ դա լինի ուղիղ հրահանգ, ասում է Տիգրան Պասկևիչյանը։ Նիկոլ Փաշինյանի ուղերձներն են դրա մասին հաստատում։ Ադրբեջանի հետ խաղաղության պատրաստվող վարչապետը 2 շաբաթ առաջ հրապարակային զգուշացրեց, անկախության հռչակագիրը պատերազմի կրակ է։ Ենթադրենք իրանք այտենց ահավոր ծարսափի մեջ են Ալիևից, թող ցույց չտան։ Բայց ես կարող եմ տանել այ համալսարանից մի քանի այս վերջի դատական նիստը դեռ չէր եղել, ինձ զանգում են, ասում են ուզում ենք հրավիրենք ձեզ, բերեք այդ ֆիլմը ցույց տաք մեր ուսանողներին։ Ես ասում եմ կներեք, չեմ կարող, որտեվ ես հիմա դատի մեջ եմ այդ հարցով։ Ջերմեռանդորեն են որոշել ծառայել այս Ալիևյան իշխանությանը։ Տիգրան Պասկևիչյանը համոզված է, հենց իշխանության գրաքննության հետևանքն է, որ ֆիլմը արգելեցին նաև հրապարակային այլ հարթակներում ցուցադրել։ Իրանք որոշել են բրեժնևյան մեթոդներով իրանց խնդիրները լուծել, դա չի հաջողվի, նախ որովհետև հիմա բոլորովին ինֆորմացիոն բոլորովին այլ իրավիճակ է, եւ երկրորդը դա չհաջողվեց նաև սովետական միության նման հզոր երկրին։ Չի հաջողվում, դա աշխարհում փորձված բան է։
ֆիլմն արգելված չէ, Պասկևիչյանի մեղադրանքներին արձագանքել է հանրային հեռուստաընկերության տնօրենը։ Հովհաննես Մովսիսյանը պարզաբանել է, թե գրաքննության մասին խոսք չկա։ Պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել։ Հեղինակը ֆիլմը չի հանձնել պայմանագրով նախատեսված ժամկետում։ Եթե 2020-ի օգոստոսին չի հասցրել հեղինակը, ինչու հաջորդ տարիներին չեն ցուցադրել անկախության մեր ճանապարհը։ Հովհաննես Մովսիսյանը սրան չի անդրադարձել, պարզաբանել է, թե ինչու են դիմել դատարան։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ հանրայինի թույլտվության։ Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։ Այդ պատճառով հանրայինը դիմել է դատարան պաշտպանելու իր իրավունքները։ Հատկանշական է նաև, որ դատական գործընթացի ընթացքում հենց հեղինակը փորձել է հաշտության գնալ։ Որ բոլորը իրավիճակը գնահատեն, ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակներ են քննարկում, հայտարարել է հանրային հեռուստաընկերության տնօրենը։ Իսկ ինչու հեղինակի գրաքննության պնդումները չեն հերքում հենց հանրայինի եթերում ֆիլմը ցուցադրելով։ Հովհաննես Մովսիսյանը այս մասին ակնարկ անգամ չի արել։ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարփինյանն էլ այս հարցին չպատասխանեց։ Հրապարակախոսի պնդումները ժխտեց, թե մեր օրերում գրաքննություն գոյություն չունի։ Դա իր վառ երևակայության դրսևորումն է, դա իր երևակայության փայլատակումն է եւ իրականության հետ որևէ աղերս չունի։ Նույնիսկ ինձ համար ծիծաղելի է հնչում այդ գրաքննություն ասված բառը։ Մենք չմոռանանք էլի ինչ իրականության մեջ ենք ապրում։ Տիգրան Պասկևիչյանը համոզված է, ֆիլմի թեման է խնդիրը։ Եթե հանրայինը ժամանակավրեպ էր համարում, թող չարգելեր այն ուրիշ հարթակներում էլ ցուցադրել։ Ըստ հրապարակախոսի, Փաշինյանն արգելում է ամեն ինչ, ինչ իր կարծիքով խանգարում է իր դիվանագիտությանը։ Սա թող լավ իմանան, եթե իրանք ժամանակին հասարակագիտական կրթություն չեն ստացել, թող լավ իմանան, որ ցանկացած ճնշում հանգեցնում է հակառակ էֆեկտի։ Առավոտից խառը իրավիճակ էր Մալազիայի TV 94 մանկապարտեզում, դայակներն ու երեխաների ծնողները ակցիա էին անում, իմ գործընկեր Նարինե Ղալեչյանն է լսել բողոքները, որոնք հիմնականում տնօրենին էին վերաբերվում, նա սակայն ողջ ընթացքում մանկապարտեզի շենքում է եղել և հրաժարվել է մեկնաբանություններից։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 94 մանկապարտեզի ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել նախ մանկապարտեզում, հետո գնացել էին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի մոտ հանդիպման, որպեսզի իրենց դժգոհությունները ներկայացնեն վարչական շրջանի ղեկավարին, ասում են, որ իրենց երեխաներին մանկապարտեզից կհեռացնեն, կփոխեն մանկապարտեզը երեխաների, եթե աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցները, դայակները չվերադառնան իրենց աշխատանքին։ Խնդիրը սկսվել է տնօրենի անհարգալից վերաբերմունքից դասյարակների, դայակների եւ ընդհանրապես աշխատակազմի նկատմամբ։ Անառողջ մթնոլորտ, մանկավարժները բոլորը ամեն օր լարված, վատ տրամադրությամբ մտնում են երեխաների մոտ։ Բալիկ օրինակ պատմա, որ 3 շարաչի օրը ամբողջ օրը, 2 շաբթի օրը ամբողջ օրը ընկեր Հեղինեն իրանց խմբում չի եղել, որովհետև վատ է իրանց զգացի։ Իսկ ասում է, բալես ինչի՞ է վատը զգացի, ասում է, չգիտեմ, անդադ տնօրենի սենյակում էր։ Հետո եկավ կողքի խումբ մի փոքր իրեն լավ զգաց, բայց մեզ չէին թողում, որ ընկեր Հեղինեն գար խումբ։ Մենք էլ չէինք բարձրաձայնի, եթե տեղյակ չլինեինք, որ ամբողջ անձնակազմը աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել։ Դայակներից մեկը երկարամյա աշխատակից ազատման դիմում է գրել, որպեսզի հեռանա աշխատանքից, նա ասում է, որ տնօրենը, որ արդեն 1.5 տարի է այստեղ որպես տնօրեն է աշխատում, Փարանձե Միրիբյանը, իր ինքնասիրությունը նվաստացրել է, շատ վատ ու կոպիտ բառերով է խոսել իր հետ, այդ դայակը, որը հրաժարվեց դեմքով տեսանկարահանվել, ասաց, որ ինքը դիմում է գրել, որը տնօրենը դեռ չի մակագրել եւ իրենից հետո սկսել են դիմումներ գրել եւս 7-8 աշխատակից։ Սա 1 տարվա կուտակված վիճակ էր, որը պետք է ժայթքեր եւ պայթեր եւ պայթեց եւ իմ բաժնի պետին ասել եմ բուն պատճառները ինչի համար եմ ես դիմում գրել։ Օրինակ, այսպիսի եզրույթ, որ ես ձեզ դուրս շպրտեմ այստեղից, ձեզ մորգում անգամ օրգան թափող չեն ընդունի։ Մեզ հաճախ ցույց էր տրվում սպիտակ թղթերի տեղերը եւ ասվում, որ դիմում գրեք եւ հեռացեք։ Ամեն օր մեր երեսին ասվում էր, որ հներից պետք է ազատվել։ Ոչ մեկը իրավունք չուներ խոսալ, որովհետև երկրորդ բառը օրենքի կետով չխոսած, օրենքը ես եմ ձեզ սովորեցրել, դուք օրենք չգիտեիք, որ օրենք գիտեիք, այն ժամանակ խոսայիք։ Հետո ձեզանից կարևոր իմ աթոռն է։ Գրեք, գնացեք։ Տնօրեն Փարանձե Միրիբյանի հետ կարողացել է խոսել Երևանի ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Ընդհանրապես ըստ տնօրենի մեկ
դաստիարակ անձնական պատճառներով դիմում է գրել։ Իր հետ ունեցած անձնական։ Չէ, անձնական այլ բնույթի։ Եվ դրանից հետո մնացածներն են սկսել գրել եւ հետո այդ անձնական պատճառներով դիմում գրածը իր կարծիքը փոխվել։ Այդպիսի տեսակի այդ արտահայտեց, ինքը շատ սակավախոս էր, հղում արեց, որ առողջական որոշակի դրվագներ ունի եւ երկար չտևեց մեր խոսակցությունը։ Այն համախմբումը, այն տարաբնույթ խնդիրների բարձրաձայնումը, որ այստեղ շոշափվեց, տպավորություն է ստեղծում, որ այդուհանդերձ ծնողների եւ աշխատակիցների գանգատները շատ ավելի ճշմարտանման են։ Այստեղ հրատապ միջամտության կարիք կա եւ ես ինքս պատրաստում եմ հրատապ գրությունով դիմել քաղաքային իշխանությունների եւ կրթության նախարարությանը, որ արտակարգ միջամտություն կատարվի, որովհետեւ եթե կա 6 դաստիարակ, որից 5-ը դիմում է գրել, նշանակում է գործնականում կանգնածա կոլապսի շեմին մանկապարտեզը։ Դայակները պատմեցին, որ մի քանի անգամ զանգահարել են վարչական շրջանի աշխատակիցներին, պատմել են, թե ինչ է տեղի ունենում այստեղ, իրենց պնդմամբ իրենց հետ վատ են վարվում եւ այլն, բայց ծնողները, որոնք այսօր հանդիպել էին վարչական շրջանի ղեկավարին, ասացին, որ վարչական շրջանի ղեկավարն ասել է, որ ինքը առաջին անգամ է լսում այս դժգոհությունների մասին։ Ազատության հետ զրույցում վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն ասաց հետեւյալը. Դեժգին զանգել են 3 օր առաջ եւ դրա արձագանքը միանգամից եղել է մեր աշխատակազմը եւ կրթության բաժինը եւ իմ աշխատակազմի քարտուղարը այս 2-3 օրը աշխատում ենք այդ անձնակազմի հետ եւ հանրակրթության վարչությունից ներկայացուցիչներն էին նստած վերահսկողությունից ես բոլորի մոտ ուղիղ հարցրեցի եղել է որ դուք դիմել եք ու արձագանք չի եղել նման բան չի եղել մինչեւ այս դեպքը եթե գտանք որ տնօրենը մեղավորություն ունի միանշանակ պատժվելու է տնօրենը եթե գտանք որ տնօրենը մեղավորություն չունի ինչ որ մեկն է մեղավոր բնական է պիտի պատժվի այդ ինչ որ մեկը աշխատակիցների հետ վաղը կզրուցեմ պիտի անաբանանենք որ այդ մարդիկ վերադառնան իրենց բնականon աշխատանքին լրագրողների հետ զրույցում ասեցին որ չեն վերադառնալու աշխատանքի եթե այս տնօրենը լինի դե գիտեք այդտենց ուլտիմատումներով չի կարելի խոսալ ստե խնդիրը ոչ տնօրենն է ոչ այդ աշխատակիցներն են ստե կարևոր խնդիրը այդ երեխաներն իրենք ասում են վերջին 5-6 տարվա ընթացքում մանկապարտեզում 11 տնօրեն է փոխվել այո ինձ վերջինը հանդիպել է նախանցած տարին 11-ն էլ այսենց ինչ որ բան է եղել ինչ որ դրա համար ենք ուզում ուսումնասիրենք հասկանանք վերջինը ինչ պատճառով է հեռացել դաստիարակը ծեծել էր երեխային մենք հորդորել էինք որ դաստիարակին հեռացնի աշխատանքից չհեռացրեց աշխատանքից հետագայում ինքը հեռացրեց Վաղ այստեղ մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչներն են եղել, որոնց հաջողվել է ամեն դեպքում մի քանի հարց տալ տնօրեն Միրիբյանին, որի աշխատասենյակն առավոտից հսկում էին ոստիկանները։ Մեկնաբանություններ չեմ կարող տալ, ես վերջերս եմ վիրահատվել, խնդրում եմ այս պահին ինձ թողեք հանգիստ, ես առողջական խնդիրներ ունեմ եւ այս պահին ես ինձ ուղակի վատ եմ զգում։ Այսքանով սահմանափակում եմ։ Տարրական Խնդրում եմ չսադրել, չստեղծել լարված իրավիճակ, թույլ տալ հաստատությունը իր բնական ընդունող աշխատի, ինչպես այս պահին աշխատում է։ Դուք պատրաստվում եք հրաժարական տալ, թե ոչ։ Այսքանը բավարար է։ Եվ քիչ առաջ հայտնի դարձավ, որ փաստաբանները այսօր պատրաստվում են Վերաքննիչ Ատյանուն բողոքարկել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորման որոշումը։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքական հայտ ներկայացրած գործարար Սամվել Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը։ 18-ամյա պատանուն կալանավորելու որոշումը կայացրել էր դատավոր մնացական Մարտիրոսյանը։ Նրա մասին տարիներ առաջ հենց Նիկոլ Փաշինյանն է ասել, որ նա օրվա իշխանության որոշումների դակողն է։ Այդ որոշումների թվում էր նաև Հայաստանի այսօրվա ղեկավարի դեմ կայացված դատավճիռը։ Չնայած դրան Մարտիրոսյանը 2018-ից հետո ոչ միայն շարունակեց պաշտոնավարել, այլև առաջ խաղացում ունեցավ 3 տարի առաջ դառնալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։ Ընդհանրապես Հայաստանի ամենատխրահարճակ դատավորներից մեկն է, բայց ես չեմ կարծում, թե անձնական խնդիր է, համակարգի խնդիր է։ Այստեղ նույնիսկ մնացական Մարտիրոսյանը չի նստած, այստեղ նստած է Սերժ Սարգսյանը, ուղղակի այդ կերպարով։
հրապարակում է դատարանի որոշման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ժամանակին տխրահռչակ որակված դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր 2 ամսով կալանավորեց դպրոցական Դավիթ Մինասյանին, հարուցելով հանրության վրդովմունքը։ 63-ամյա Մարտիրոսյանը, որ դատական համակարգում է գրեթե 30 տարի, բոլոր իշխանությունների օրոք աչքի է ընկել քաղաքական դատավարությունների ընթացքում իր կայացրած իշխանահաճո վճիռներով եւ ընդդիմադիր գործիչներին մեծ պատժաչափերով ազատազրկելու որոշումներով։ Մնացականյանի թերևս առաջին աղմկահարույց գործը 2000-ականների սկզբին էր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում։ Պապլավոկում Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի Կուկու Մականնով Աղամալ Հարությունյանի գործը քննում էր Մնացական Մարտիրոսյանը։ Հենց նրա որոշմամբ Աղամալ Հարությունյանը անզգույշ սպանության որակմամբ դատապարտվեց պայմանական ազատազրկման, այսինքն չազատազրկվեց։ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 41 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը համաստանյալ Աղամալ Անանի Հարությունյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառել։ Մնացական Մարտիրոսյանի քննած այս գործը վերաբացվեց 20 տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Նույն Մնացական Մարտիրոսյանն էր, որ 2006-ին, այսինքն Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ազատազրկման դատապարտեց մի շարք ընդդիմադիր գործիչների, ներառյալ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին, ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Սեֆիլյանն այն ժամանակ Մարտիրոսյանի վճռից հետո ասել էր՝ սա դատարան չէ, սա թատրոն է։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք 2006-ին Մնացական Մարտիրոսյանը քննում էր նաև Ժամանակ Երևան թերթի գլխավոր խմբագիր, իշխանության սուր քննադատ Արման Բաբաջանյանի գործը, դատապարտելով նրան 4 տարվա ազատազրկման զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Երկարամյա փորձով դատավորն արդեն 2008 թվականին առանցքային դերակատար դարձավ Մարտի 1-ի գործով։ Հենց Մնացական Մարտիրոսյանին մակագրվեց Մարտի 1-ի արյունարի իրադարձություններից հետո ընդդիմության առանցքային գործիչների դատավարությունը, որը ստացել էր 7-ի գործ անվանումը։ Նրանց թվում էր նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով այժմ Լեհաստանում Հայաստանի դեսպանն է։ Իդեպ այն ժամանակ ամբաստանյալի աթոռին նստած Արզումանյանը, ինչպես նաև մյուս ընդդիմադիր գործիչները, որոնց թվում էր նաև Փաշինյանի այսօրվա թիմակից Սասուն Միքայելյանը, ի նշան բողոքի ոտքի չէին կանգնում, երբ դատարան էր մտնում Մնացական Մարտիրոսյանը։ Ապօրինությունների հետ կապված դուք կամայական որոշումներ եք կայացնում, որտեղ օրենքը որի առիթ հանդգնում եք հանդես գալ, սա հստիություն է։ Մնացական Մարտիրոսյանի կողմից զանգվածային անկարգությունների համար մեղավոր ճանաչված անձինք արդեն Փաշինյանի իշխանության օրոք արդարացվեցին, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը իր վճռով խախտել է խոսքի եւ խաղաղ հավաքների մասնակցության ազատության իրավունքը։ Նույն Մնացական Մարտիրոսյանն էր, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 2010-ին 7 տարվա ազատազրկման դատապարտեց նաև այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրան մեղավոր ճանաչելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 2020 հոդվածի առաջին մասով նախատեսված անցալքում, որ դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով։ Այս դատավճռից հետո Նիկոլ Փաշինյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից հայտարարություն տարածեց Մնացական Մարտիրոսյանին անվանելով խամաճիկ։ Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը։ Խամաճիկային դատարանը հանցագործ դատախազությունը ապօրինի իշխանություններն ի սկզբանե որոշել են ինձ բանտում պահել։ 2014-ին, այսինքն կրկին Սերժ Սարգսյանի նախագահության օրոք դատավոր Մնացական Մարտիրոսյանը հանրությանը ցնցեց իր մեկ այլ որոշմամբ։ Նա 6 տարվա ազատազրկման դատապարտեց «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիա անցկացրած Շանթ Հարությունյանին խուլիգանության համար, իսկ նրա 14-ամյա որդուն անչափահաս Շահեն Հարությունյանին Մնացականյանը դատապարտեց 4 տարվա ազատազրկման, որը հետո փոխարինվեց պայմանականով։ Որոշման օրինակները պատրաստ լինեն կդրամադրվեն։ Մնացական Մարտիրոսյանը շարունակեց արդարադատություն իրականացնել նաև 2018-ի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այս անգամ արդեն հաջողությամբ քննելով նախկինների դատավարությունները։ Նրանց շարքում էր նաև ԵԿՄ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած հանրապետականի պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Մարտիրոսյանը հրաժարվում էր փոխել նրա խափանման միջոցը։ Գրիգորյանին ազատեցին կալանքից միայն այն բանից հետո, երբ նրա վիճակը խիստ վատթարացավ։ Ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխել խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությամբ։
Ավելի ուշ արդեն դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժում էր Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու եւ այնտեղ բուժումը շարունակելու փաստաբանների միջնորդությունը։ Մարտիրոսյանը նշում էր, թե դատարանին որևէ ապացույց ներկայացված չէին մասին, որ Գրիգորյանի վիճակի վատթարացումը ուղղակիորեն կապ ունի արտերկրում հետազոտություն չանցնելու հետ։ Մնացական Մարտիրոսյանը չհասցրեց ԵԿՄ նախկին նախագահին ազատազրկման դատապարտել 2018-ին ապօրինի զենք պահելու եւ յուրացումների համար կալանավորված Մանվել Գրիգորյանը 2020-ի նոյեմբերին մահացավ։ Իդեպ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնի է ոչ միայն իր աղմկահարույց վճիռներով, այլև տարբեր ընդդիմադիր գործիչներին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարելով։ Օրինակ 2020-ին նա բավարարեց ԱԱԾ միջնորդությունը եւ 2 ամսով կալանավորեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Դրանից առաջ Ծառուկյանը խիստ քննադատել էր Փաշինյանին, ասելով, որ նրա կառավարության 100%-ը պետք է փոխվի։ Կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու եւ այս պատվեր կատարողները տես ձեր ներկայացան պատասխան են տալու, ենք ապրում են այս երկրում։ 2021-ին Մնացական Մարտիրոսյանը բավարարեց նաև փողերի լվացման եւ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ 2022-ին արդեն դատավոր Մնացական Մարտիրոսյանը քննում էր իշխանությանը սուր քննադատող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի խափանման միջոցի հարցը։ Ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքով շուրջ 2 ամիս կալանքի տակ գտնվող Գրիգորյանը սակայն հենց դատարանի դահլիճում էլ մահացավ։ Արմեն Գրիգորյանի մահվանից հետո Մնացական Մարտիրոսյանը նրան հետմահու մեղավոր ճանաչեց։ Չնայած իրավապաշտպանների, փաստաբանների եւ նախկին ու ներկա անդիմադիրների քննադատություններին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն շարունակում է իր գործունեությունը, այլև պաշտոնեական առաջխաղացումներ ունենում։ Մինչդեռ հեղափոխությունից հետո դեռևս 2019-ին վարչապետ Փաշինյանը վստահեցնում էր, կոպիտ խախտումներով որոշումներ կայացրած դատավորները պետք է հեռացվեն պաշտոններից։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։ Եվրոպական դատարանի վճիռներով խախտումներ թույլ տված դատավոր Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն չավարտեց իր կարիերան, այլև 2022-ին ընտրվեց նորաստեղծ հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ 2023-ին նախագահի հրամանագրով Մնացական Մարտիրոսյանը նշանակվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ, համակարգելով 60 դատավորների աշխատանքը։ Սրանք էին այս թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է, սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք, հաջողություն։